Երգահան, խմբավար, ազգագրագետ, հասարակական գործիչ Սպիրիդոն Մելիքյանն այն անհատներից է, որոնց ձևավորման գործում կարևոր դեր է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Ճեմարանի կրթական և դաստիարակչական միջավայրում ձեռք բերված գիտելիքներն ու գաղափարները նա հետագայում ծառայեցրել է հայ ժողովրդի գիտությանն ու մշակույթին։ Սպիրիդոն Մելիքյանը Կոմիտասի ամենասիրելի աշակերտներից և նրա գործի ամենահավատարիմ շարունակողներից մեկն էր։ Նա գնահատելի հետք է թողել հայ երաժշտության պատմության մեջ։ Ծնվել է 1880 թվականի դեկտեմբերի 1-ին Էջմիածնում։ Վաղ տարիքում կորցնելով ծնողներին հանձնվում է հորեղբոր խնամքին և 13 տարեկանում ընդունվում է Գևորգյան ճեմարան։ Մայրաթոռի միաբան ճեմարանի դասախոս Կոմիտասն անմիջապես նկատում է նրա երաժշտական ընդունակությունները։ Շուտով նա դառնում է Կոմիտասի ոչ միայն օգնականը, վստահելի աշակերտը, այլև երգչախմբի ղեկավարներից մեկը։ Հայտնագործություն անելու խնդիր չունենք, որ ճեմարանը շատ լուրջ և հիմնարար կրթություն էր տալիս մարդկանց։ Այն ժամանակ այսօրվա նման մեծ տարիքում չէին գնում ճեմարան, շատ ավելի վաղ տարիքում էին սկսում։ Օրինակ Կոմիտասը 11 տարեկան էր, երբ որ ընդունվեց ճեմարան։ Սպիրիդոն Մելիքյանը 13 տարեկանում է ընդունվել, և հետաքրքիրը նա էլ որբ էր, հորեղբայրը և մորեղբայրն են մեծացրել իրեն, բայց ճեմարանում հայտնվելով նա բոլորովին նոր և այլ և բոլորովին ուրիշ որակի միջավայրում էր հայտնվել։ Ես ձեզ հիշեցնեմ, որ ճեմարանում միայն հոգևոր կրթությունը չէր, որ շատ բարձր մակարդակի վրա էր, մաթեմատիկան ինչքան լավ էին ասում, լեզուների դրվածքը ինչպիսին էր, ու երաժշտությունը, որ կարող է թվալ ընդամենը հարակից մի իրողություն, բայց երաժշտության ոլորտում նույնպես հիմնարար գիտելիքներ էին ստանում։ Իհարկե Սպիրիդոն Մելիքյանի բախտն էլ բերել է, որ այդպիսի հարուստ միջավայրում է հայտնվել, չէ՞ որ շատ լուրջ անհատներ էին այնտեղ աշխատում և դասավանդողները, և անգամ եթե չէին դասավանդում միջավայրը, փոխադարձ շփումները շատ կարևոր էին։ Ճեմարանն ավարտելուց և սարկավագական աստիճան ստանալուց հետո Կոմիտասի խորհրդով մեկնում է Բեռլին երաժշտական բարձրագույն կրթություն ստանալու։ Այստեղ ուսումնասիրում է եվրոպական երաժշտության պատմություն ու տեսություն, սովորում կոմպոզիցիա և խմբավարություն։ Բեռլինյան շրջանի նրա կարևորագույն ստեղծագործություններից է «Աղթամար վոկալ-սիմֆոնիկ պոեմը», գրված երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար։ Ինչ էր դաստիարակում ուղարկելուց առաջ Կոմիտասը, ասում էր, որ այնտեղ շատ բան կսովորի, անպայման ամեն ինչ վերցնի, բայց երբեք չկորցնի իր դիմագիծը, այսինքն միշտ հիշի, որ հայկականը բոլորովին առանձին տեղում է։ Նա ուսանել է նույն մասնավոր կոնսերվատորիայում, որտեղ ուսանել է Կոմիտաս վարդապետը, նույն Ռիխարդ Շմիդտի մոտ, ստացել է Ռիխարդ Շմիդտի կողմից վկայական, որտեղ նշվում է, որ նա լիարժեք տիրապետում է ամբողջ կուրսին և կարող է իրավունք ունի դասավանդելու։ Ուսումնասիրության այն ձևը, այն մեթոդը, որը նա թերևս պետք է ասել սովորել էր Գերմանիայում ուսանելու տարիներին, նա բերեց հայ երաժշտագիտական միջավայր և իհարկե շատ մեծ ձեռքբերում է դա։ Բեռլինից վերադառնալուց հետո Մելիքյանը որոշում է հրաժարվել հոգևոր կոչումից և իրեն ամբողջությամբ նվիրել երաժշտությանը։ Հենց այս բովանդակությամբ նամակով էլ դիմում է Էջմիածնի սինոդին։ Հոգևոր կարգը թողնելուց անմիջապես հետո Սպիրիդոն Մելիքյանն ամուսնանում է։ Սպիրիդոն Մելիքյանը իմ պապի հարազատ եղբայրն է։
Ցավոք ես չեմ տեսել Սպիրիդոն Մելիքյանին, բայց բնականաբար բազմաթիվ պատմություններ կան, որոնք ինձ պատմել է հայրս, քանի որ երկու եղբայրներով Սպիրիդոնը եւ Գառնիկը, իմ պապը, շատ այսպես մտերիմ էին, իրար հասնող եղբայրներ էին։ Սպիրիդոն Մելիքյանը առաջարկել է, որ պապս նույնպես իր ժամանակն ու երիտասարդ էին բնականաբար այն ժամանակ իրար հետ մեկնեն Բերլին, որ ինչ որ մի բան էլ պապս սովորի։ Եվ պապս Բերլինում լուսանկարչություն է սովորում եւ գալիս է Էջմիածին, առաջին լուսանկարիչն է եղել Գառնիկ Մելիքյանը։ Երկու զավակ է ունենում Սպիրիդոն Մելիքյանը։ Որդին, որը շնորհալի կոմպոզիտոր էր, զոհվում է հայրենական պատերազմի ժամանակ։ Դուստրը եւս վաղ տարիքում է մահանում։ Ինքը կենսուրախ մարդ է շատ եղել, ըստ հորս պատմածի, շատ այսպես ջերմ հարազատների հետ, իր շրջապատի հետ, բայց իսկապես այնքան էլ հաջող չի դասավորվել իր կյանքը, նա երկու երեխա է ունեցել, տղան, որը որ նույնպես երաժիշտ էր եւ ցավոք զոհվել է հայրենական մեծ պատերազմի ժամանակ, աղջիկը չի ամուսնացել, հետնորդներ չի ունեցել։ Սպիրիդոն Մելիքյանը 1 տարի դասավանդում է Շուշիի թեմական դպրոցում, ապա մեկնում Թիֆլիս, որտեղ ուսուցչության է անցնում Ներսիսյան դպրոցում։ Այստեղ երաժշտական բուռն գործունեություն է ծավալում, կազմավորում եւ ղեկավարում երգչախմբեր։ Նա դառնում է նաեւ Հայոց երաժշտական ընկերության հիմնադիրներից մեկը։ Ընկերությունը կազմակերպում է համերգներ, երաժշտական երեկոներ եւ մրցույթներ, որոնք նպաստում են հայ երաժշտության զարգացմանը։ Այդ տարիներին Մելիքյանը մտերմանում է Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի եւ այլ մեծանուն գործիչների հետ։ Երաժշտական ընկերություն ձևավորեց ու համախմբեց շատ լուրջ երաժիշտների։ Մի քանի անուն տամ Շարատալյանն էր այնտեղ, Անուշավան Տեր-Ղևոնդյանը, որի հետ Շիրակի երգերի հավաքածու հետագայում արեց, եւ այլն, այսինքն նշանավոր երաժիշտներ էին, որոնք հետագայում շատ լուրջ գործունեություն են ծավալել հայ իրականության մեջ։ Հիմա իր տեսական միտքը, բանավակցություն եւ այլը այստեղ շրջանառում էր, հատկապես դասավանդման պրակտիկայում։ Իսկ եւ դա հատուկ շեշտում էր, գրում էր դրա մասին, որ հայ երեխայի, հայ պատանի դաստիարակության մեջ հայկականը պետք է առաջին տեղում լինի։ Աղջալի կրուն երկենվից, Երաժշտագետները առանձնահատուկ կարևորում են Սպիրիդոն Մելիքյանի ազգագրագիտական ժառանգությունը։ Նա կազմակերպում է բազմաթիվ գիտարշավներ, շրջում Հայաստանի տարբեր գավառներում, գրի առնում հարյուրավոր ժողովրդական երգեր։ Նրա հրատարակած Շիրակի երգերը 1917 թվականին Շիրակի եւ գաղթական հայերի երգերի մի ամբողջ գանձարան է։ Ավելի ուշ հրատարակվում են Վանա ժողովրդական երգերը 2 հատորով 1927 եւ 28 թվականներին, իսկ նրա մահից հետո հրատարակվում է Հայ ժողովրդական երգեր եւ պարեր երգատոր ժողովածուն, որտեղ ընդգրկված է ավելի քան 500 երգ։ Այս ժողովածունները ոչ միայն երաժշտական, այլև պատմաէթնոգրաֆիական անփոխարինելի արժեք ունեն։ Դրանց շնորհիվ պահպանվել եւ մեզ են հասել մեզ ծանոթ շատ երգեր։ Հրազդանից մինչև Ապարան, Շիրակից մինչև Երևան եւ այս նյութերի բազմազանությունը շատ լուրջ հարստություն է տալիս մեր երաժշտական բանահավաքչության ոլորտում։ Շատ հարուստ ենք դրանով, այս հատորներով, ինչ որ նա արել է, մանավանդ երգերի քանակն էլ շատ զգալի է։ Բայց հասկանանք մի բան, որ սրանից բացի հաջորդ քայլն էլ եթե գալիս է մշակումների փուլը, երբ որ արդեն բանահավաքը իր հավաքած նյութի իման վրա նոր գործեր է գրում, այստեղ էլ բոլորովին ուրիշ արժեքի ենք հանդիպում։ Հիմա նրա պարագայում այո շատ հետաքրքիր խմբերքեր է գրել, հիմնված ժողովրդական երաժշտության վրա։ Այստեղ նույնպես մենք տեսնում ենք Կոմիտասի ճանապարհը։
ոչ թե պարզապես դրանք հավաքվել, նոտագրվել եւ հրապարակվել էին, այնտեղ շատ բարեխիղճ ձևով նշվում էին ումից է լսել երգը, երբ է կատարվել, բոլոր մանրամասներով հանդերձ, որոնք գիտական ուսումնասիրության հարցում շատ կարևոր նշանակություն ունեն։ Սպիրիդոն Մելիքյանը հավաքագրած երգերը իր ուսուցչի օրինակով մշակում էր եւ դպրոցներում ու իր կողմից կազմավորած երգչախմբերի միջոցով տարածում։ Նրա ղեկավարած երգչախմբերն ունեին կատարողական բարձր որակ, ժողովրդական երգերի հետ կատարում էին նաեւ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այդ տարիներին մեծ ճանաչում են գտնում Սպիրիդոն Մելիքյանի «Ծամթել», «Փիլիպի», «Թխկոնդա» խմբերքերը։ Սպիրիդոն Մելիքյանի գիտական գործունեության արգասիքն են Կոմիտաս պատմական ակնարկը, Կոմիտասի ստեղծագործությունների անալիզը, իսկ նրա երաժշտության զարգացման խնդիրը մեզանում աշխատությունը հայ պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման ուղիները տեսականորեն վերլուծության ենթարկելու առաջին փորձերից մեկն է։ Նա խորապես հավատում էր, որ հայկական երաժշտության ապագան հնարավոր է կառուցել միայն ժողովրդական երգի հիմքի վրա։ Նա գիտակցում էր, որ այդ տեսական միտքը բանահավաքչական ժառանգություն է եւ այս բոլորը հասարակությանը մատչելի, հասանելի դարձնելու խնդիրը փոխկապակցված են։ Մանկավարժությունն էլ իհարկե ներառյալ։ Այսինքն այս բոլորը գումարվելով է, որ ձևավորում է նրա կերպարը։ Սպիրիդոն Մելիքյանի շնորհիվ անհետացումից փրկվել է նաև Կոմիտասի ձեռագրերի մի ստվար հատված, որը վարդապետը 1904 թվականին տվել էր իր աշակերտին արտագրելու։ 1931 թվականին Կոմիտասի հավաքագրած երգերը լույս են տեսել Սպիրիդոն Մելիքյանի առաջաբանով։ Իր ուսուցչին մատուցած նվեր էր, մեծ նվեր եւ ինչ խոսք երաժշտագիտական ուսումնասիրությունների Կոմիտաս վարդապետին ճանաչելու առաջին քայլեր անելու համար շատ մեծ նշանակություն ուներ։ Ուսուցչի Կոմիտասի հետ կապը մշտապես շարունակվել է, այդ մասին են վկայում տասնյակ նամակներ, որոնք պահպանվում են Գրականության եւ արվեստի թանգարանի ֆոնդերում։ Կոմիտասը մանրամասն հետաքրքրվում էր իր սանի գործունեությամբ, քաջալերում նրա մասնագիտական գործունեությունը, նոր սխրանքների մղում, կիսվում իր փորձով։ Ապագան մերն է, զինվիր Ստեփան ջան։ 1907 թվականին Ժնևից ուղարկված նամակում գրում է Կոմիտասը։ 1920-ականներին Մելիքյանը տեղափոխվում է Երևան, դառնում նորաստեղծ պետական կոնսերվատորիայի դասախոս, ապա նաև ռեկտոր։ Նրա շուրջ են հավաքվում բազմաթիվ երիտասարդ երաժիշտներ ու երգիչներ, որոնց նա մեծ համբերատարությամբ կրթում էր։ Ժամանակակիցները շատ ջերմ են հիշում այս անհատականությանը, հատկապես ուսանողները, որ շատ բարի մարդ է, շատ դրական էր, շատ առանձնահատուկ էր, այսինքն կերպարն էլ նրա մի տեսակ ունի այդ դրական լիցքերը, ինչ որ մենք տեսնում ենք մեր անվանի գործիչների միջոցով։ Երբ որ կոնսերվատորիան հիմնվեց, նրա ներդրումը շատ մեծ էր այս ոլորտում էր։ Եվ խմբավարության ոլորտում ուսանողներ էր պատրաստում պարապներ եւ վոկալ, այսինքն երգեցողության, եւ կոմպոզիցիայի դասարանում ակտիվ մասնակցում էր։ Սպիրիդոն Մելիքյանը վախճանվում է 1933 թվականին 53 տարեկան հասակում։ Որպես կոմպոզիտոր մեզ կտակել է ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ խմբերգային գործեր։ Որպես խմբավար նա բարձրացրել է հայ երգչախմբային արվեստը նոր մակարդակի։ Որպես ազգագրագետ ժողովրդական երգերի մի մեծ գանձարան է մոռացումից փրկել, իսկ որպես գիտնական նոր լույսի ներքո է քննել հայ երաժշտության տեսական խնդիրները։ 33 թվականին վախճանվել է եւ դրանից հետո շատ ջրեր են հոսել եւ մի փոքր մոռացության է մատնվել նրա
անունը եւ հիմա ճիշտ ժամանակներ նորից հիշեցնելու։ Ինքը փաստորեն հետնորդներ չի թողել, այսինքն թորներ եւ այլն չունեին եւ կարծես հայրս այս առումով իր պարտքն էր համարում իր եւ գործունեությունը եւ կյանքը, այսպես հանրության սեփականությունը դարձնել ընդհանուր մինչեւ այն, որ տուն-թանգարան ստեղծվեր։ Ես կարծում եմ, որ այդ հարցը այնուամենայնիվ դեռ կարող է կրկին բարձրացվել եւ Էջմիածնի իշխանությունները երևի թե վատ չէր լինի, որ անդրադառնային։ Մեր մատաղ սերնդի ականջին ժողովրդական երգը որքան շատ հնչի, այնքան լավ։ Այս համոզումը նրա կյանքի եւ գործի ուղենիշն էր։ Սպիրիդոն Մելիքյանի անունն է կրում ծննդավայրի երաժշտական դպրոցներից մեկը, նրա գործերը հնչում են տարբեր բեմերից, հավաքագրած նյութերն ու հրատարակած գործերը դարձել են ուսումնասիրության նյութ։ Նախկին ճեմարանականի ողջ կյանքը ծառայություն էր հայ երաժշտությանն ու հայագիտությանը։